դինոզավրերը աշխարհի ամենահետաքրքիր և վտանգավոր դինոզավր կենդանիներն են եղել, որոնք շուտ արդեն վերացել են, և ինչպիսի արարածներ են ապրել նրանցից առաջ Պերմյան ժամանակաշրջանում և Տրիսկյան ժամանակաշրջանում։ Ես այսօր ձեզի կծանոթացնեմ այդքան դինոզավրերի։ Գնացինք։ Լիզդիկուման թռչում էր իր մեշկով, որովհետև նա ուներ երկու թռչող բաներ։ Նրանք թռչում էին մոտ 70-10 կմ/ժ արագությամբ և արագաբազ էին, նրանց լեզուն կարող էր 1 մետր թռնել և որսալ միջատներ։ Ի դեպ, նրանք ունեին 20 սանտիմետր երկարություն և ապրում էին Կուրգիստանում։ Դիմեոդոնները վտանգավոր դինոզավրեր էին։ Դե իհարկե դիամոդոնները 2 մետր դինոզավրեր էին և արագաբազ փորձուխի նախնիները։ Դիմեոդոնները մազոտ շատ շոգող կենդանիներ էին, որոնք հաճախ, ավելի ճիշտ հազվադեպ, մտնում էին ջրերում։ Դե իհարկե լաստոզավրեր։ Լաստոզավրերը իրենց մեջքին ունեն կիսաձվածեղ մաս։ Նրանք այդ կիսաձվածեղ մասը, եթե ինչ-որ բանը վնասվում էր, նրանք շոկերում մահանում են։ Ունեին մոտ 2-3 մետր երկարություն, եղել են կատուի նախնիները։ Արզոնոզավրերը 2 մետր երկարությամբ փոքրիկ սպինոզավրեր էին։ Արզոնոզավրերը կանգնում էին երկու ոտքերի վրա, բայց նրանց եղունգները կպնում էին գետնին։ Արզոնոզավրերը տարօրինակ կենդանիներ էին։ Ամենաշատը նրանք գույնավորված էին մանուշակագույն գույնով, և նրանց հայտնաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում 3 մետր երկարությամբ ոսկորներ։ Իսկ հիմա ես ձեզ ծանոթացնում եմ կոկտիլոնոզուխի տեսակներից մեկին՝ մաշպներ։ Մաշպները մոտ 1 մետր երկարությամբ